Օրեր առաջ Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը բավականին ընդգծված ոգևորություն առաջացրեց։ Ֆրանսիայում կար այդպիսի տրամադրություն։ Արտաքին գործոց նախարարության ներքին գործընթացներեն դերյակ չեմ, բայց այս մասին արդեն խոսք կար հանրային դիվիճի մեջ, մասնավորապես գետրոնական Ֆրանսիայի իմ գտնված տարածաշրջանի ղեկավարության մոտ այն համոզմունքը կա, որ Հայաստանի հարավային շրջանը, այսինքն Սյունիքը վտանգված է, եւ այդ առումով համագործակցության ծրագիրներ կատարվեցան մեր տարածաշրջանի նախկին, այսինքն մեր ռեգիոնի նախկին նախագահը, որ հիմա այլևս նախագահ չէ, բայց նախագահի խորհրդական է, Լորան Վոկե, ուզեց անպայման շատ նշանակալից գործողություն սկսել, որ մեր տարածքի բոլոր քաղաքապետարանները կարողանան Սյունիքի մարզի, ուրեմն զանազան համայնքներու հետ համագործակցության ծրագիրներ ունել, եղբայրանալ, քույր քաղաքներ դառնալ եւ այլն, եւ կգարձեմ, որ Հայաստանի մեջ, Սյունիքի մեջ հյուպատոսական բանալու այս գործողությունը գաբ ունի այս դրամատուրգիան հետ։ Չեմ գնար երևակայել, որ Սյունիքի մեջ շատ ավելի մեծ նշանակալից ներկայություն կգնա ունենալ Ֆրանսան, անշուշտ որ հյուպատոսարանը դերեկություններու աղբյուր է, ներկայություն մնե եւ շրջանի բնակչության կգնա որոշ վստահություններ շնչել, բայց ավելի մեծ բարձր մակարդակի այսպես նկատառումներ եւ ավելի ռազմավարական նկատառումներ չեն տեսնել այս բանի մեջ, այս խնդրի մեջ։ Իսկ եթե ավելի լայն շրջանակով դիտարկենք, կասեք ինչն է հատուկ հայ-ֆրանսիական հարաբերություններում, Տիկին Էլդա։ Նորություն չեմ տեսնել ֆրանսիական հարաբերություններու մեջ, գործընկերություն կա երկու երկրներու միջև, համագործակցություն կա զանազան ոլորտներու մեջ եւ մասնավորապես նորությունը մի քանի ամիս առաջ այն էր, որ այսինքն մոտ 1 տարի է այն էր, որ ռազմական ոլորտի մեջ համագործակցություն կա, բայց նորություն կարելի չէ նկատել, իմ կարծիքով Ֆրանսա կփորձե Հայաստանի ժողովրդին, նաև իշխանություններուն ցույց տալ, որ Ֆրանսա այսպես կհամարվի Հայաստանի ժողովրդին եւ իր այսպես օրական խնդիրները լուծելու համար կուզե օգնություն ցուցաբերել։ Ընդհանրապես Ֆրանսիայի գեցվածքը այս է, դաշնակից չենք, Հայաստան եւ Ֆրանսիա դաշնակից երկրներ չեն, բայց համագործակցության բանը ստեղծվեցավ, այսպես ոլորտը ստեղծվեցավ եւ այդ մեկը կշարունակվի, վերջերս ուրեմն երբ Գորիսի մեջ դերի ունեցավ մեկ շաբաթ առաջ դերի ունեցավ ապագետրոնացած համագործակցության համաժողովը, որ մեր 2 տարի առաջ, 3 տարի առաջ Լիոնի մեջ եղած էր այդ համաժողովը, կգարտեմ, որ այս մեկը արիթ էր Ֆրանսիայի իշխանություններու, որ քիչ ավելի այսպես բան ցույց տան որոշակի այսպես համագրական գեցվածք ցույց տան Հայաստանի եւ այդ որոշումները այս շրջանակի մեջ առնված է կգործեն։ Այսօր հետաքրքիր տեղեկություն ստացվեց, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինայում անօդաչու սարքերի գործարան կառուցելուն մասնակցել։ Այսինքն կոնկրետ օրինակ է ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը։ Արագ հարց առաջացավ, ինչու նույնը չի կարելի անել Հայաստանի հետ։ Որովհետև ռազմավարական այսպես մոտեցում չկա Հայաստանի հանդեպ։ Կգործեմ, որ Ֆրանսիայի հետաքրքրությունը Հայաստանի համար կբավարարվի ֆրանսահայ համայնքի գշտիրքով
այդ գշիրքով պայմանավորված է եւ մասնավորապես որովհետեւ պատերազմ եղավ եւ այդ պատերազմին Հայաստանը դուժեց Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի բնակչությունը, Արցախի բնակչությունը դերահանվեցավ եւ այս բոլորը որոշ չափով մեր գշիրքը, այսինքն մեր խնդրի կարևորությունը բարձրացուցին, բայց ռազմավարական առումով Ֆրանսա գենսական շահեր չունի Հայաստանի մեջ։ Սա է դակտերությունը։ Գենսական շահեր որպես առանցին երկիր եւ որպես եվրոպական երկիր գոյություն չունին Հայաստանի մեջ եւ Կովկասի մեջ։ Կովկասը որպես այսպես թիրախ Եվրոպայի կողմից չէ դիտված երբեք եւ երբ գտիդվի որպես այսպես գործողություններու թիրախ Կովկասը գտիդվի որպես Եվրոպայի մեջ ընդհանրապես գտիդվի որպես ամբողջական մեկ տարածաշրջան եւ ոչ առանցին երկիրներ չեն գնալ Եվրոպայի օրինակ շատ կխոսվի Հայաստանի ինտեգրացիոնի մասին, այսինքն համարգումի մասին Եվրոպայի մեջ, այդպիսի բան գոյություն չունի եվրոպական մտքի մեջ, Հայաստանը առանցին չի կարող այսպես առանցին դեր չունի եվրոպական քաղաքական մտքի մեջ, եթե օրմը պատահի, օրմը չենք գիտեր երբ, բայց եւ ինչ պայմաններում մեջ, եթե պատահի որ Եվրոպայի մեջ այն քաղաքապար զարգանա, որ այս երկիրները պետք է մաս կազմեն, այդ երկիրները բոլորը պետք է մաս կազմեն եւ առանձնաշնորհյալ բան գոյություն չունի այս տարածաշրջանի մեջ, այսպես կթիվի Եվրոպային։